մեր հաղորդման թեման է հարստանալ թե ամուսնանալ։ Ուրեմն մենք այսօր բերում ենք հարցեր, որոնք որ ջահելներին շատ կարևոր են, որովհետև այդ հարցերը իրանք չեն կարողանում ինքնուրույն որոշեն։ Ուրեմն պատասխանները հիմնված են իրանց զգացմունքային, իրանց վարկական, ուրեմն վիճակներից, մենք կուզենք շարունակենք մեր թեման ջահելներին վերաբերյալ ամուսնանալ թե հարստանալ։ Ուրեմն խոսքը տալիս եմ մեր հոգեբան Արմենե Դավթյանին, մեկ էլ ուրեմն մեր Ռաֆայել Ղազարյանը հետևում է մեր որակի տեխնիկական սպասարկում։ Այո։ Բարև ձեզ բոլորիդ, ուրեմն շարունակում ենք մեր քննարկությունը։ Ինչի վրա մենք կանգ առանք վերջի անգամ, Արմենե ջան։ Բարի երեկո բոլորին, այս ավեշուտ ընդհանրապես ձեզ կարող է տարբեր ժամերի դիտեն։ Մենք խոսեցինք առաջին հանդիպմանը, թե ինչու այսօր շատ երիտասարդներ չեն ամուսնանում, հա, երկրորդ հանդիպմանը մենք խոսեցինք ֆիզիոլոգիայի մասին, ինչ որ չափով, ինչպես են կատարվում ընտրություններ եւ շատ անգամ ինչպես են այդ ընտրությունները անհաջողում հենց ֆիզիոլոգիական մակարդակից հետո Եվ խոսեցինք ազատ հարաբերությունների խնդիրների մասին, որ այսօր այդ ազատ հարաբերությունները շատ են գովազդվում, եւ այսօր մենք կխոսենք հարաբերությունների երկրորդ ստիս մակարդակի մասին, սիրո հարաբերությունների մասին, որը եւս ամուսնության կայացման հարցում կարևոր նշանակություն ունի։ Կարծում եմ այս տրամաբանության մեջ մենք կխոսենք նաեւ երրորդ մակարդակի մասին, դա հոգեբանական հոգևոր կապի մասին է, ավելի բարձր հարաբերությունների կապի մասին է, դա երևի թե մյուս հանդիպման ժամանակ կխոսենք, իսկ այսօր կխոսենք ինչ է սերը եւ ինչ դեր է կատարում հարաբերությունների ընտրության ժամանակ եւ հետագայում նոր կտանք լուծումներ, հա, ինչ որտեղ կամ առաջարկներ, թե ամուսնանալ, թե հարստանալ, արդեն երիտասարդներն իրենք կընտրեն, ինձ թվում է մեր զրույցների արդյունքում։ Ինչ է սերը, ըստ էության, սերը դա ամենախորհրդավոր զգացմունքներից մեկն է, որը բնորոշ է ոչ միայն մարդուն, գուցե եւ նաեւ կենդանիներին, որտեղ կան շատ կենդանիներ, որոնք իրենց անգամ ձագերի համար պատրաստ են գնալ զոհաբերության, հա։ Ինձ մի անգամ հարց տվեցին, ինչով է սերը տարբերվում հարգանքից, ես ասացի, որ սերը այն վիճակն է, երբ մարդը պատրաստ է զոհաբերության։ Այսինքն դա միայն պահանջ չէ, դա նաև սեփական շահերից հրաժարվել է, սեփական որոշ հետաքրքրություններից նույնիսկ հրաժարվել է հանուն ինչ-որ մի մեկի, հա, կամ հանուն ինչ-որ մի բանի։ Կարա լինի տնողական սեր, չէ, տնողական սերը ինչ է, հրաժարում է անձնական տարածք ունենալուց, ազատություն ունենալուց եւ կամովի պատասխանատվություն է ստրկության, որ միջև երիտասարդներ ինքնուրույն դառնան, ասում են, նա ով որոշում է ամուսնանալ եւ երեխա ունենալ, պետք է պատրաստ լինի ստրկության միջև առնվազն 25 տարի, ամենակիչը 25 տարի։ Ես կասեի ավելին, որովհետև հետո էր գալիս են թորնիկները, արդեն բնականաբար մնացած արդեն վիճակներն են։ Բայց դա կամովի ստրկություն է, կարելի ասել, որը հաճելի է։ Ինչի որ առումներով այս պահին ես եւ տատիկ եմ եւ մայր եմ 3 երեխաների, ինձ համար դա ամենաբարձրագույն դոֆամինն է, երբ ես թորնիկներից տեսնում եմ, ես կորցնում եմ արդեն բոլոր այսպես ստրեսների նկատմամբ զգայունակությունս եւ ձեռք եմ բերում երջանկության զգացում։ Նայեք, ես կուզենամ ավելացնեմ ձեր ասածին, ուրեմն նայեք, շատերը փնտրում են այդ արդեն լուծված բանաձևները կյանքի,
այսինքն իրանք չեն ուզում երեխա ունենալ, որտեղ ուզում են ճանապարհորդել, վայելել եւ այլն եւ այլն։ Ես կասեմ այն քիմիայի մասին, հենց դրա մասին էլ ուզում էի խոսել, սիրո քիմիայի եւ մեխանիկայի մասին, հա, որը գուցե եւ երիտասարդներին համոզի, որ կա հարստության տարբեր տեսակներ, հա, կա զգացմունքային հարստություն, կա նյութական հարստություն։ Նյութական հարստությունը երբեք չի տալիս ըստիս այն հարստությունը, ինչը որ կարող է տալ հուզական եւ զգացմունքային հարստություն։ Ճիշտ ասած, ես ուզում եմ միտքը շարունակեմ, որտեղ օրինակ որ պիտի բերեմ, հենց այդ հաստատում է ձեր ասածը։ Ուրեմն նայեք, այն ջահելները, որ իրանց բնական ժամանակը երեխա ունենալու կորցնում են, հետո տեսնում ես, որ իրանք շունիկ են ունենում, հետո երկրորդ շունիկն են վերում, որովհետև իրանց թվում է, որ շունիկը ավելի հեշտ լուծում է իրանց, ավելի ուրեմն պահանջները քիչ է շունիկի հանդեպ, բայց կյանքը ցույց է տալիս, որ իրանք շունիկին կապնվում են ու հաջորդ 15 տարի իրենց պետք է այդ կապվածություն, որովհետև իրանց այդ էմոցիոնալ բանը support-ը, այսինքն պետք է հիմա փոխանակ իրանք ստանան դա իրանց երեխաներից, իրանք ստանում են այդ շունիկներից։ Ես օրինակ նույն Լոս Անջելեսում շատ անգամ երկու ջահել կտեսնես, ուրեմն տղամարդը շունիկը կապի վրա ուրեմն իր հետևից վարում է, հետո որ մեկ էլ տիկինը ուրեմն կալյասկայի մեջ է, երեխայի կալյասկայի նա քշում, բայց որ նայում ես կալյասկայի մեջ տեսնում ես, որ երկրորդ շունն այնտեղ ավելի փոքր է։ So մի զարմանալի տեսարան է, երբ որ դու տեսնում ես վախացնում են երեխաներով մշակույթը, մեդիան տարբեր կերպով վախացնում են այդ պատասխանատվությունից երեխաների նկատմամբ, որովհետև ավելի հեշտ է շուն պահելը, որովհետև շունը նախ երկար չի ապրում, հետո միայն իրենից ինչ-որ բան են ստանում, հաճույք են ստանում, շատ պատասխանատու չի, դպրոց չի գնում, մանկապարտեզ չի գնում, խնդիրներ չի ստեղծում, շատ կեղտոտի հետևից մաքրես կամ ինչ-որ մի բան փչացնի, եւ սոցիալական պատասխանատվություն չի շատերի համար, երեխան սոցիալական պատասխանատվություն է դաստիարակելու մարդ։ Եվ դա է խնդիրը, որ շատերը վախենում են անձնական երեխաներ ունենալ, վախենում են դաստիարակել, երեխա ունենալուց հետո վախենում են երեխաներին այսպես չկարողանալ կառավարել, հա, եւ որովհետեւ ձգտում են կառավարել։ Դա է տանում նրան, որ վերադասում են կենդանիներ պահել, քան մի կետ էլ նշեմ Արմինե ջան, այդ կենդանիները, այդ հատկապես շունիկները մշտապես մնում են այն տարիքում, որը որ երեխաների մոտ առանց պայմանականությունների սերի վիճակն է կոչվում, ու դրա համար ոնց որ շատ մարդիկ չեն ուզում են բարդություններ անցնել, որ ուղեկցվում են։ Իրականում այո, շատ դժվար է երեխաներ ունենալ, երեխաներ պահել, մեծացնելը, բայց եթե կշեռքի նժարին դնենք այն հաճույքները, որ մարդը ստանում է նաև երեխաներից, եւ այն, որ երեխան նաև հարստություն է, վերջին հաշվով, շատ շատերը չեն գիտակցում, որ երեխան նաև հարստություն է, այն ինչ որ ներդրում է, հա, երբ որ դու ներդնում ես երեխայի մեջ, դու ներդնում ես քո ապագայի համար, քո նաև այն հարստությունն է, որը որ քեզ ապահովություն է ինչ որ առումներով, հա, ավելի մեծ։ Այո, ես լրիվ համաձայն եմ, որովհետև նայեք, ազնական ամեն մեկը կարա իր ծանոթներին հարցնի, այսինքն այն մարդը, որ ընտանիք ունի, թոռ ունի, հարցնի ձեր կյանքի մեջ ամենամեծ նվաճումը ինչ է։ Իրանք 80% կասեն, որ իրանց ընտանիքն է, իրանց երեխաներն են ու կհասկանաք, որ բոլոր
տարբերակներով ընտանիքը ունենալը ավելի լավ է քան թե ուրեմն շուն պահելը Այո, գիտեք ինչ, մենք կարծում եմ պիտի հասունանա մարդը այդ գիտակցմանը, որ հասնի դրան, որ հարստություն է այն ինչ որ դու ներդրում ես անում եւ ավելին ես ստանում, ճիշտ է։ Այո, այո։ Նույնպես այն ներդրումն են, որ դու տալիս ես եւ հետո ավելին պիտի ստանաս։ Ինչպես բիզնեսի մեջ մոտավորապես էսպես։ Ես կարծում եմ, որ ընտանիքը կազմելու համար եւ ընտանիքը կազմելուց հետո լրիվ մարդու աշխարհը փոխվում է, այսինքն իր համար արդեն աշխարհը ֆոկուսացվում է իր ընտանիքի, իր երեխայի վրա, այն պահանջները, որ երեխան ունի, խնդիրները լուծելը, վերջին հաշվով ուրախանալը երեխայով եւ այլն։ Գիտեք, որքան մեծ է մարդու հորմոնային կախվածությունը, այն երևույթներից, ինչ կապված է ընտանիքի հետ։ Օրինակ, կորտիզոլը ստրեսի հորմոն է, որը չեզոքացվում է դոֆամինով, դոֆամինը երջանկության հորմոն է համարվում, հա, օքսիտոցինը դա սիրո հորմոն է համարվում, հա, եթե մարդու օրինակի համար այս նեյրոմեդիատորներ են կոչվում, դրանք հորմոններ են կոչվում, հա, եթե իրենք բալանսավորված չեն, դրանք մարդու կյանքում ստեղծում են խնդիրներ։ Օրինակ, եթե մարդը չի սիրում ինչ-որ մեկին, սիրով չի ապրում, իր մոտ օքսիտոցինի, դոֆամինի պակաս է, որովհետև ինքը չի ստանում երջանկություն հարաբերություններից մարդու հետ, իր մոտ կորտիզոլը բարձր կարող է լինել, եւ ստրեսակայունությունը ցածր։ Երբ որ մարդը ամուսնանում է, ինքը ավելի շատ ստրեսների մեջ է ընկնում, բայց ստրեսակայունությունը մեծանում է, որովհետև ինքը ստիպված է լինում բավականին շատ խնդիրներ հաղթահարել, այդ շատ խնդիրներ հաղթահարելուց տրամաբանորեն ինքը ավելի ուժեղանում է, իր մոտ դոֆամինը շատանում է, երջանկության զգացումը բարձրանում է, հարաբերություններից ինքը ստանում է ավելի շատ օքսիտոցին եւ ավելի երջանկության զգացում ունենալու հավանականությունը ավելի մեծ է, քան չամուսնացած ճամփորդելով երջանիկ զգալը։ Այդ փորձեք ճամփորդել օրինակի համար սիրած մարդու հետ, ոչ թե մենակ։ Դուք չեք պատկերացնում դա ինչ գերագույն հաճույք է, երբ դու քո սիրած անձնավորության հետ ես ճամփորդում, քո երեխաների հետ ես ճամփորդում, դու տեսնում ես քո երեխան ինչպես է վայելում ծովը, ինչպես է վայելում խաղը, դա ծնողի համար դա ավելի բարձր հաճույքի զգացում է, քան մենակ դուրս գալը, ասենք, հա գնացի, մի հատ էլ նավ նստեցի, մի հատ էլ թանկանոտ ինչ-որ մի հատ հոտելում, գիշերը քնեցի, հետո դատարկության զգացում է առաջանում շատերի մոտ, որ հա ինչ, ասենք թե այսքան էլ ունեցա եւ ինչ, դա ինչ։ Եվ ինչ, այո։ Ես ուզում եմ շատ լավ կետ առաջ բերեցիք, ես ուզում եմ լսողներին մեկ անգամ էլ ուրեմն ուշադրությունը դարձնեմ, որ ընտրություն անելը ամենակարևորն է, ճիշտ ընտրություն անելը ամենաերջանիկ, ամենալավ բանն է, որ դուք կարաք ձեր համար անեք։ Այս խոսքը վերաբերում է ջահելներին, որ կարողանան իրանց կեսը, իրանց ուրեմն համահոգի մեկին գտնեն, որ կարողանան ուրախությունը կիսեն իրար հետ, իրանց կյանքը ապրեն, երեխա ունենան, ընտանիք կազմեն եւ այլն եւ այլն։ Եվ հակառակն էլ է ճիշտ, այսինքն ինչքան սխալ լինի, այդքան ավելի սխալները կմեծանան, ու այդքան ավելի այդ ուրեմն կյանքը կդժվարանա։ Արեք խոսենք ընտրությունը անելու մասին, թե ինչպես որոշել, թե սա մերն է, թե մերը չի, այն հատուկ մի հատ անեկդոտ կա, որ ասում է ձեր շունը կծում է, ասում է չէ, ձերը կծում է, որ շունին շոհի, շունը կծում է,
Հետո ասում եմ, բաս մեր շունը չի գծում։ Ասում եմ, դե սա իմ շունը չի։ Ուզում եմ բերեմ նրան, որ все-таки մարդը իր շունը պետք է գտնի էլի։ Ինձ ասում որ ինքը երջանիկ։ Ես այս առիթով մեկ ուրիշ պատմություն եմ հիշել եւ հիմա կուզենամ այդ պատմությունը պատմել եւ միևնույն ժամանակ խոսենք այն մասին ինչպես են ընտրում կանայք, ինչպես են ընտրում տղամարդիկ, հա? Չգիտեմ հաջորդ անգամ անենք, հա դա։ Հաջորդ անգամ, որտեղ չեմ ուզում ձանձրացնել մեր լսողներին, մենք շարունակենք այս հաղորդումը, ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնեմ, ուրեմն մյուս անգամ կշարունակենք թեման կլինի, թե համեցեք, Արմեն ջան։ Ինչպես են ընտրում տղամարդիկ եւ կանայք։ Այո, ինչպես են ընտրում, շատ հետաքրքիր։ Իմ համար մինչև հիմա գաղտնիքա թե այսքան ոնց են ընտրում, որտեղ իրանք տարբեր հիմնակետեր ունեն ու շատ հետաքրքիր է թե ինչպես է դա ստացվում։ So ուրեմն ես շատ շնորհակալ եմ բոլորից Արմինե ջան, Ռաֆայել ջան, շատ շնորհակալ եմ ձեր կարծիքների համար։ Ուրեմն մինչ նոր հանդիպումներ, հա, մոռացա, այն բանից ուրեմն like, subscribe, այն բանից արեք մեզ էլ, հա, okay։ Ստեսություն ձեզ։ Ուրիշ բան չանեք այն բանից։ Okay, շատ լավ։